Այդ մուլտերի ամեն սերիայում կա ինչ-որ մի բան, մի գաղտնաբար, մի մեսիջ, որ մենք հաղորդում ենք մեր մատրաշ սերունդներին, որ այդ մեսիջների հանրագումարը արդյունքում տալիս է այն, թե ինչ է նշանակում հայ լինելը։ Երբ որ նայում ես մեր էպոսը, պարզվում որ գլխավոր ոչ թե 4 ճյուղ, այլ 5 ու հիմնադիրը Ծովինարն է։ Արդյունքում ստանում ենք սցենար, որը հաստատ գիտենք, որ համապատասխանում է գիտական բոլոր չափանիշներին։ Մեր նպատակը բոլորին գաղափարի շուրջ համախմբելն է, ոչ թե պարակտում ստեղծելը։ Դրա համար շատ զգուշ ենք վերաբերվում։ Մենք կորցնում ենք մեր առանձնահատկությունները, մեր աշխարհընկալման մեթոդը։ Հայկ Նահապետի մասին մենք երբ իմացանք։ Սովետը տապալվեց, նոր իմացանք, չէ, լսել էինք ինչ-որ, բայց այդ պատմությունը, այդ հերոսական ամբոստության գագաթնակետ էր, թե ով է նա եւ ինչի է նա այդպեսին, մենք իմացանք շատ ավելի ուշ։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, այսօր ինքնություն տաղավարում մենք խոսելու ենք երեխաների համար ստեղծված մի շատ հետաքրքիր նախագծի մասին եւ տաղավարում ես սիրով հյուրընկալել եմ այդ նախագծի գաղափարի հեղինակին Մեկենասին։ Այսօր ինքնության տաղավարում է Արա Պետրոսյանը, ով Սանասար բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է եւ բանիմացիա մուլտերի, անիմացիոն մուլտերի գաղափարի հեղինակը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ձեր բազմազբաղ առօրյայից այս 30-40 րոպեները մեզ տրամադրելու համար։ Գիտենք, թե ինչքան ծանրաբեռնված եք դուք։ Ինչու ձեզ հրավիրեցի, որովհետև մի քանի շաբաթ առաջ տրանսպորտում պատահաբար հանդիպեցի իմ ընկերներից մեկին, նախկին գործընկերներից մեկին ուսուցիչ եւ իմանալով թե ես որքան հետաքրքրված եմ հայկական մշակույթով, ասաց գիտես, շատ հետաքրքիր մուլտերի շարք են գտել եւ դա օգտագործում ենք մեր դասընթացի ժամանակ, դասարանում ցույց եմ տալիս երեխաներին ու մենք դա քննարկում ենք, օգտագործում ենք որպես կրթական եւ երբ հարցրեցի թե ինչ մուլտեր են, ասաց բանիմացիան։ Ես նայում եմ, թե համացանցում ինչքան տարածում է գտել այդ 9 մուլտերի շարքը եւ ես ուզում եմ նաեւ իմ շնորհակալությանը խառնել այդ ուսուցչի շնորհակալությունը, որովհետեւ իսկապես շատ կարեւոր ու հետաքրքիր շարք եք սկսել։ Պարոն Պետրոսյան, ինչպես է ծնվել բանիմացիան այդ շարքը ստեղծելու գաղափարը։ Մենք տեսանք, որ մենք կորցնում ենք աստիճանաբար մեր ինքնությունը, տարիների ընթացքում տեսանք, որ դրա դեմ առնելը կարելի է մենակ երեխաների հետ աշխատանքով, երեխաների համար ամենահոգեարազատ ձևը կոնտենտի դա մուլտֆիլմն է, ու որոշեցինք, տենց միտք ծնվեց, որ սարքենք մուլտերի շարք, որտեղ կպատմենք, թե մենք իրականում ով ենք, ոչ թե մեր այսօրվա վիճակը, այլ պատմական, սկսած Հայկ Նահապետից կամ ավելի վաղ Արատայից, ու թե մենք ով ենք, թե ինչ է նշանակում հայ լինելը, ինչ է նշանակում հայ տեսակ։ Դրա համար ընտրեցինք առավել հետաքրքիր դրվագներ մեր պատմությունից, պատմությունից ենք սկսել, բայց ասա շարունակելի է լինելու այս ծրագիրը, ու սկսեցինք պատմությունից, առավել հետաքրքիր դրվագները վերածեցինք մուլտերի։ Իրանք ձևով իհարկե գեղարվեստական ստեղծագործություն են, բայց այդ մուլտերի ամեն սերիայում կա ինչ-որ մի բան, մի գաղտնաբար, մի մեսիջ, որ մենք հաղորդում ենք մեր մատրաշ սերունդներին, որ այդ մեսիջների հանրագումարը արդյունքում տալիս է այն, թե ինչ է նշանակում հայ լինելը։ Շարքում այս պահին 9 մուլտեր են։ Քրիստոնեության ընդունումը, Հայկ Նահապետ եւ Բելի ճակատամարտը, Որդան Կարմիրը, Վիշապաքարեր, ինչպես եք ընտրել այս ցանկը թեմաների։ Գիտեք ոնց է։ Սա իհարկե գեղարվեստական նախագիծ է,
Մենք այդ իմ ասած մեսիջների ցանկը ունենալով գլխի մեջ, ման են գալի պատմության մեջ այնպիսի դրվակ, որը առավել ցայտուն արտացոլի որևէ մեր հատկությունը, պատմական հայի որևէ հատկությունը։ Ու դրա վրա սկսում ենք արդեն աշխատել։ Հետո սկսում է գեղարվեստական մասը։ Պրոդյուսերը Այանյան Էդուարդն է, ինքը սցենար է գրում, հետո մեր լավագույն անիմացիոն ստուդիան Ռոբերտ Սահակյանց ստուդիան իր տղաներն են։ Իրանք սարքում են մուլտիկը եւ ստացվում է մի գեղարվեստական ինչ-որ մի բովանդակություն։ Բայց գեղարվեստականը ինքը ընդամենը ձևով մեջը կա բովանդակություն, եթե ուշադիր դուք նայեք այդ մուլտերը, ամենտեղ կա ինչ-որ մի բան, որը բնորոշում է մեր տեսակը։ Ես դեռ իհարկե կհարցնեմ, թե ձեր ամենասիրած սերիան կամ ամենասիրած թեման որն է այդ մուլտերի շարքում, բայց ուզում եմ հարցնել, թե բանիմացիա անունը ինչից ծնվեց։ Այդ մեր պրոդյուսեր Էդուարդ Այանյանն է հնարել, դա բարդ բառ է, հենց բանիմաց եւ անիմացիա, բառախաղը։ Հա։ Ես մտածում եմ, որ իմանալ բառի հետ, իմացա բառի հետ ինչ որ խաղ արած։ Հա, իհարկե, այդ էլ կա, էլի։ Բան, իմանալ եւ անիմացիա։ Այդ սա իհարկե խաղդա ստացվել է միսում հաջող է ստացվել։ Հա, հետաքրքիր նոր բառ է ստացվել, որը իրականում միանգամից ուղղորդում է դեպի այդ հետաքրքիր մուլտերի շարքը։ Բայց իրականում ինչպես Լև Տոլստոյը կամ Մարկ Տվենն էին ասում, երկարաշունչ նամակ գրելուց հետո վերջում գրում էին կներես ես ժամանակ չունեի ավելի հակիրճ նամակ գրելու, որպես լրագրող սցենարիստ գիտեմ, թե ինչքան դժվար է փոքր ծավալի մեջ մեծ ինֆորմացիան սեղմելը եւ շատ խմբագրելը։ Մուլտերի տևողությունը շատ երկար չի, այնքան որ երեխաներին չձանձրացնի եւ պահի էկրանի մոտ, բայց ինչքան մեծ ծավալի ինֆորմացիան է դա կարողացել սեղմել, ինչպես։ Դե մենք ցավոք սկզբից կարծում ենք, որ կարող ենք անել ամեն ինչ, առաջի սերիաները, որ մենք անեցինք, ասենք թե հայոց Այբուբենի մասին 3 րոպե ենք դրել մեր թիրախը, փորձում ենք 3 րոպեի մեջ տեղավորենք սա, հետո կամաց տեսանք, որ չէ, մենք այդքան հզոր չենք, այդքան կարճ խոսանք, ու հաջորդ սերիաները մի քիչ երկարացան, հիմա մաքսիմալը 5 րոպեի կարգի է։ Ու հավատացնում եմ ձեզ, որ ահագին դժվար է 5 րոպեի ընթացքում պատմության այդ մի դրվագը արժեքավոր ներկայացնել, լիքը բան մնում է դուրս, ու սկսում ես մտածել, սա թողեց մեջը, թե սա, որն ավելի կարևոր ընդհանուր նպատակի համար, բավականին ծանր աշխատանք է։ Նաև խորհրդատուներ ուներ նախագիծը։ Իհարկե, մեր նախագիծը նենց կարող պատմության վերաբերյալ է։ Ես իհարկե իրանց ասոցիացիայի անունը հիմա չեմ ասի, շատ երկար անուն է, բայց բուհերի պատմության դասախոսների ասոցիացիա կա, ծիտրարում իրանց լրիվ անունը բերված է, բայց այնքան երկար անուն է, որ ես շատ լավ, մենք էլ կնշենք ծիտրերով։ Մենք ամեն մի սերիան ուղարկում ենք իրանց փորձագիտական քննարկման, այնտեղ մեծ խումբ է դասախոսների, իրանք նայում են, ինչ-որ բան ասում են, սա հավաստի չի, լավ կլինես խմբագրել, իսկ սա բացեք թողեք, ասենց հետաքրքիր դրվագել կա, այդպես աշխատանք է գնում, արդյունքում ստանում ենք սցենար, որը հաստատ գիտենք, որ համապատասխանում է գիտական բոլոր չափանիշներին։ Ոչ մի ավելորդ բան չենք թողում մեջը, կասկածելի բան, վիճահարույց բան չենք թողում, որտեվ մեր նպատակը բոլորին գաղափարի շուրջ համախմբելն է, ոչ թե պարակտում ստեղծելը։ Դրա համար շատ զգուշ ենք վերաբերվում նյութին։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, միավորում ենք եւ ոչ թե պարակտում ենք, որովհետեւ իրականում մշակույթը ունի այդ միավորող գաղափարը եւ ինքնությունը այն առանցքն է, որի շուրջ մարդիկ հավաքվում են, ազգ են ձևավորում եւ այդ դիմագծով ներկայանում են աշխարհին եւ իրենց կյանքն են կառուցում։ Դուք ասացիք, որ ինքնությունը
կորցնելու ճգնաժամային այդ վիճակներ, որ ձեզ բերեց բանիմացիան ստեղծելու գաղափարին։ Ինչ ենք հասկանում, ինչ եք դուք նկատի ունենում, երբ ասում եք հայի ինքնություն։ Շատ մեծ թեմա է բացում, բայց կփորձեմ տեսեք, այսօրվա մարդու կոնցեպտը միջազգային մարդու լիբերալ դեմոկրատական մարդու կոնցեպտը այլական հայկական անդեղ համարվում է, որ մարդիկ որ մարդկությունը դա մարդկանց, անհատ մարդկանց բազմությունն է, որոնք որ իրար հետ մտածեն մրցակցային հարաբերությունների մեջ։ Հայի համար մարդը բոլորովին այլ բան է։ Հայի համար մարդը դա հայ ավանդական հայի։ Ցավոք սրտի այն ինչ որ նոր ասեցի, մեր մոտ էլ կամաց դեր գտել։ Ավանդական հայի համար մարդը դա նախ ընտանիքը, հետո ցեղը, հետո ազգությունը, ազգը։ Մենք ընտանեկան տեսակ ենք մարդու եւ մենք ամբողջ եզերքին ենք նայում այդ դիտակետից։ Ամեն ազգ իրավունք ունի իր դիտակետից նայի աշխարհին կալման, աշխարհին բռնման իր ձևն ունի։ Մենք կարծում ենք, որ մեր ձևը, մեր ավանդական ձևը իրավունք ունի գոյություն ունենալու։ Բայց ցավոք այսօր ինքը լուծվում է կոսմոպոլիտիզմի մեջ։ Հա։ Մարդու իրավունքներ դեստեն։ Մարդու իրավունքները իհարկե շատ կարևոր բան է, բայց նա չի կարող ընտանիքի իրավունքներից բարձր լինի։ Դա մեր տեսակետն է, դա մենք տենց ենք միշտ համարել, որ ընտանիքում հայրը զոհաբերի մայրան հանուն երեխաների։ Դա քննարկման առարկա էլ չէ, ծանոթները զոհաբերում են։ Իսկ դա կորցնում ենք մենք աստիճանաբար։ Կորցնում ենք ինչու, որովհետև սկսել ենք կարևորել եսը եւ ոչ թե menքը։ Չէ, մենք ճնշման տակ ենք։ Քանի որ այս ինֆորմացիոն հեղափոխությունը տեղի ունեցավ 20-րդ դարի վերջում 21-ի սկզբին, տեսեք, առաջ իմ երիտասարդ ժամանակ, երբ որ գնում էի գյուղ, ինչ որ հարցերով, գյուղի մեջով անցնում էի ավտոյով, դու տենում էի, որ սա գյուղական բնակչություն է։ Այս է քաղաքի բնակչությունը, աղջիկները ջինսերով են դեսենդեն են։ Իսկ մտնում էի գյուղ, տեսնում էի, որ գյուղում այլ կենցաղա լրիվ ուրիշ բան է։ Այսօր դուք այդ տարբերությունը չեք կարող տեսնեք։ Այսինքն ոչ մի տեղ չի պահպանվել։ Այդ ինֆորմացիոն ազատությունը բերել է նրան, որ մենք դառնում ենք միջին մոլորակի ներկայացուցիչ, մոլորակի միջին ներկայացուցիչ։ Ու դա մեզ թվում է, որ բացի լավից լիքը վատ բանել է մեջը պարունակում։ Մենք կորցնում ենք մեր առանձնահատկությունները, մեր աշխարհընկալման մեթոդը։ Հույս ունենք, որ դա կարող ենք կանխել, ինչ որ մի ձև պաշտպանել մեր ինքնության ձևը, մեր ինքնության արժեհամակարգը։ Դա կանխելու միակ ձևը մատղաշ սերունդին բացատրել, որ մենք ուրույն ինչ որ մի բան ենք, որը որ դիք արժանիքներ ունի, ու դա մեզ դնում է այլոց կողքը ոչ ստորադաս, ոչ էլ վերադաս, այլ հավասար դիրք է մեզ տալիս։ Հավասար դիրք է տալի եւ այդ բանը այնքան մեծ արժեք ունի իր մեջ, որ այդ արժեքը պետք է պահպանվել։ Դա երեխային կարես բացատրես երեխա ժամանակ։ Մեծահասակ 30-40 տարեկան մարդուն ոչինչ չես կարող բացատրես։ Ինքը ասելու է շուտ արա վերջացրու, ոչխարները ընդմնացին։ Գելի գլխին ավետարանը կարտա։ Հա, բայց արդյոք հնարավոր չի, որ գիտակից մարդուն էլ բացատրել ու ինքը տեսնի ու ինքը հասկանա, թե կարծում եք, որ արդեն միտքն այնքան է կարծրացած։ Չէ, դե նայեք։ Այսօրվա մեր մարդիկ ապրում են հիմնականում ինքնահաստատման մի կյանքի նպատակ է այսօր դարել հրամայական ինքնահաստատման նպատակը։ Լավ ուտել, լավ խմել, լավ ավտո քշել, լավ տուն ունենալ,
լավ պաշտոն զբաղացնել, լավ կոստյում հագնել, հասկացանք։ Դա ամեն ինչը շատ կարևոր է։ Մենք էլ տկլոր չենք ման գալիս։ Բայց կան ուրիշ արժեքներ, չէ՞։ Այդ ուրիշ արժեքների համար ինչ ենք պատրաստ մենք զոհաբերենք։ Չեմ ասում անպայման կյանք զոհաբերել, ոնց որ են երիտասարդները, որ գնացին զոհաբերյան քերոսներ էին։ Վերջի պատերազմում։ Բայց եթե դու քեզ ոչ մի հարցում նեղություն չես տալիս, ով ասում, որ դու դա ուզում ես, որ ինչ-որ բան լինի։ Հիմա միկրոֆոնը, որ դա տանենք փողոցում հարցնենք, բոլորը կասեն, որ մենք հայրենասեր ենք։ Հարց եմ տալի, ուզում եք, որ հաջորդ 1000 տարին էլ հայ տեսակը գոյություն ունենա։ Գոյատևի եւ բնականon զարգանա։ Ով կասի չէ։ Չէ, բոլորը կասեն այո, Բոլորը ուզում կասեն ենք։ այո։ Բայց հարց տաս, իսկ ինչ ես դու պատրաստ զոհաբերես։ Դրա համար ինչ որ մի բան։ Անպայման չի փող, միգուցե ժամանակ, միգուցե էներգիա, քարքաշ տաս, չգիտեմ ինչ անես, որևէ բան, պատրաստ ես դու քո կյանքից զոհաբերես, քո ժամանակը եւ ուշադրությունը շեղես քո առօրյագործից։ Ու անես, կպարզի որ շատ քչեր դեն։ Ну, լավ, ուրիշ բան էլ ասեմ, կարող լավ բան չեմ ասում։ Տեսեք, մենք 15-17 միլիոն ազգ ենք, չէ՞։ Տարբեր թվերով այո։ Այդ կարգի թիվ է։ Պատերազմի ժամանակ 170 միլիոն փող հավաքեցինք դոլար։ Այսինքն ամեն ընտանիքը մոտավորապես $50։ Այդ չափով ենք մենք։ Իրականում մենք այդ չափով ենք հայրենասեր։ $50 չափով։ 4 հոգանոց ընտանիքը հավաքեց $50 ուղարկեց։ Ճիշտ այդ հետո ինչ եղավ այդ փողերի հետ դա չի կարևոր։ Կարևորը դա է, որ մենք $50-ով ենք գնահատում մեր ազգի հետագա գոյատևումն ու բնականon զարգացումը։ Մենք կարծում ենք, կարող է դա շատ միամիտ է իհարկե, բայց մենք կարծում ենք, որ դա պետք է փոխվի։ Իսկ փոխել կարելի է մենակ երեխեքին դաստիարակելով։ Երեխեքին նորմալ Որ բովանդակային։ այդ երեխեքը 20 տարի հետո երբ որ դառնան որոշում կայացնող մարդիկ, ոնց որ այսօր 30-50 տարեկաններն են, 20 տարի հետո իրանց մտքով անգամ չանցին, որ իրանց ազգային խնդիրը լուծելու համար իրան կարան ընդամենը $50 շպրտեն ու ասեն ամեն ինչ լավ է։ Ես չեմ մեղադրում։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Ես ասում դե մենք ենք, դե ես ավակ սերնդի ներկայացուցիչ եմ։ Մենք ենք մեղավոր, ավակ սերունդը, որ 91 թվականին երբ որ ունենք շանս մարդկանց բերել ազգային գաղափարախոսության դաշտ, չարեցինք դա, լավ չարեցինք։ Արդյոք մտածում էիք, որ դե ինքնըստինքյան բոլոր մարդիկ պիտի ունենան այդ գիտակցությունը եւ չկրթեցիք։ 88-ի պարտկումից հետո մեզ իմ սերունդին, իմ ընկերներին իմ նման մտածող մարդիկ էլի կան։ Թվում է, որ մեր մոտ այդ գենը այնքան հզոր է, որ Մշակելու կարիք չկա։ Իրան էլ սաղ կպահպանի, պարզվեց, որ չէ։ Պարզվեց, որ եթե դու ամենալավ ծաղիկը եթե ունես, պետք է ամեն օր ջրես։ Եթե չես ջրում, ինքը դառնում է Աստված գիտի ինչ։ Այ հիմա այն ինչ որ մենք ունենք, Աստված գիտի ինչ, $50-անոց մարդիկ ենք։ Այն էլ այն պարագայում, եթե իհարկե բոլորս այդ գումարը տված լինեինք։ Դե բնականաբար, հա, ինչ մարդիկ տվել են Մի քիչ շատ մարդիկ $5,000, բայց միջինում դա եղել է, այսինքն ինչ որ մարդիկ ոչ մի բան չեն տվել կամ $1 են տվել։ Ես չեմ ասում շատ բրիտան քիչ, ես ասում եմ որ այդքան է, այդ է մեր պատկերը։ Ու չեմ ուզում որ այդ պատկերը շարունակվի։ Այդպես մենք հաջորդ 1000 տարին գոյություն չենք ունենա։ Մենք կվերանանք։ Վերադառնանք մեր բանիմացիային, ամենասիրած սերիան որն է ձեր այդ 9-ի շարքում։ Ամենասիրածը նա է, որ հերդել չենք անել։ Դեռ չեք ստեղծել։ Կասեք որ թեմանա թե դեռ չեք ուզում բացել։ Հիմա գործի մեջ կան։ 2-3 սերիա գործի մեջ է։ Մի սերիան դա մեր ամենահին արմատն է, դա Արատա թագավորության մասին է։ Մյուս սերիան շատ կարևոր դա մեր զինանշանի մասին, թե
թե ոնց է նա ստեղծվել եւ ոնց է Արարատը հայտնվել այդ զինանշանի մասին։ Մենք խրախշտիկ ենք անում, քրոնոլոգիայով չենք անում։ Հետո վերջում քրոնոլոգիայով կդասավորենք սա։ Հա, հասկացա։ Մյուս սերիան շատ կարևոր, դա Կիլիկիայի թագավորության մասին, Ռուբինյանցների մասին։ Ну, էլի մտքեր կան, դրանց էլ չասեմ, չգիտեմ ինչ հերթականությամբ ենք գնալ, բայց այս 3 նախտ մենք անելու ենք, կարող է մինչև այս տարվա վերջ, կարող է մինչև մյուս տարվա ամենասկիզբը, այս 3 սերիան դուրս է գալու, հենց որ կլինի 12 սերիա։ 10-րդը հանել ենք, բայց հələ ցույց չենք տվել։ 10-րդը ուզում ենք արդեն պրեզենտացիայով ցույց տանք, մարդկանց հայտարարենք, 10-րդը դա լինելու է Տիգրան Մեծի մասին, որտեղ 9-րդը Արտաշես Մեծն է։ այդ Արտաշեսյանների պատմությունը պետք է ամփոփել 9-10-րդ սերիան։ Բայց հետաքրքիր եք մտածել, որտեղ եթե Արտաշեսը ժամանակին չստեղծեր հայկական պետականությունը, իր թոռը Տիգրանը չէր կարողանա ոչինչ անել, որտեղ հիմքեր պետք ունենալ եւ շատացնել։ Իսկ եթե Երևանը միջև չփորձեր ստեղծել եւ որ Երևանը Գավգամելի ճակատամարտից հետո իրավունք ձեռք բերեց պետություն ստեղծելու, ինքը ստեղծեց ու այդ գաղափարը, որ հայրը նորից Ուրարտուից հետո նորից հերթական անգամ կարան պետություն ստեղծեն, այդ միտքը շատկի Երևանդինն է։ Դրա համար ես կարծում եմ, որ այդ բոլոր մեր դինաստիաների մասին մենք պետք է խոսանք, ընդ բնական է Բագրատուները կլինեն, Արշակունիները։ Չնայած քրիստոնեության մեջ Արշակունիներին մի փոքր անդրադարձ կա որպես այդպեսին։ Հա, բայց Արշակունիները առանձին որպես դինաստիա չէ։ Դինաստիա չէ, Արշակունիների ժամանակ շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել։ Ասենք մենք ընդեղ ունենք մի հերոսուհի, որի մասին շատ քիչ ենք խոսում, դա Փառանձեմն է։ Արշակերտի կինը Պապ Թագավորի մայրը։ Պապ Թագավորը շատ մեծ դեր ունի մեր պատմության մեջ, բայց 18 տարեկան երեխան մոր դաստիարակությունով է տարել, այսինքն Փառանձեմի մասին ես կուզեի շատ եմ ուզում մի հատ առանձին սերիա հանեմ։ Ես շատ կուզեի, եթե ունենայինք օրինակ առանձին Վրամշապուհ հարքայի մասին, ոչ միայն այն տեսակետից, որ իր օրոք եւ իր մեծ աջակցությամբ ստեղծվեց հայոց գիրը եւ դպրոցներ ստեղծվեցին, այլ որ կարողանանք իսկապես ներկայացնել, թե ինչքան պետականաստեղծ մտածողություն ուներ այդ մարդը 4-րդ դարի վերջին 5-րդ դարի սկզբին, որը Մաշտոցյան այդ ծրագրով 1600 եւ ավելի տարիներ մեզ հավաքում է հայկական առանցքի շուրջ։ Համաձայն եմ, բայց ցավոք մենք նույնիսկ մի փողոց չունենք Իրանանում։ 5-6 հազար տարվա պատմություն ունենք։ 5000 որ հաստատ, ասենք, Հայկ Նահապետից սկսած։ Այդ 5000 տարվա պատմությունը մի քանի րոպեանոց մուլտիկների շարքում ոնց տեղավորես։ Սա մի ահավոր աշխատանք է, որը պետք է սա շարունակելի պետք է լինի, սա տասնամյակներով պետք է գնա այս գործը, որի համար էլ մենք հիմնադրամ ենք ստեղծել, Սանասար հիմնադրամ մեր խմբով։ Ու այդ հիմնադրամի մի քանի ծրագիր է անցկացնում, որից ամենաառաջինը այս բանիմացիա ծրագիրն է։ Այսինքն բանիմացիան այս ծրագիրը կրթական ինքնության պահպանության ծրագիրը անելու համար դուք ստեղծեցիք հիմնադրամ։ Ինքնությունը պահպանելու համար ստեղծեցինք հիմնադրամ, գտանք մեր էպոսի մեջ բացարձակ ամբից հերոսին, որը Սանասարն է, Դավիթը չի։ Ոչ էլ Մհերն է։ Սանասարն է, որ ամբից է, եւ ոչ մի հարցով չես կարա դիմես, ասես Սանասար, ինչի ես հարցը տենց չլուծեցիք, տենց լուծեցիք։ Չկա տենց բան։ Ինքը մեր քոքն է։ Արմատը, հա։ Այնտեղ մի քանի ուրիշ ծրագրեր կան, մենք անում ենք քվեստ խաղեր, երեխաների համար 10-15 տարեկան երեխաների համար մենք թարգմանում ենք գրքեր, օրինակ հիմա Գաուկչյանի հայտի գիրքը հայերի ծագումաբանության մասին ուզում ենք շատ թանկարժեք թարգմանում ենք ռուսերեն, ուղարկենք այդ մեր ընկերներին, ասենք ախպեր, մենք այն չենք ինչ որ դուք պատկերացնում եք, մենք այն չենք ում հետ դուք շփվում եք, մենք այն չենք ում հետ դուք ժողովներում շփվում ենք, մենք ուրիշ բան ենք, այս ենք,
կարևոր բան էլի։ Հա, իհարկե նաև կարևոր է օտար լեզուներով բովանդակության ստեղծումը։ Գիտեմ, որ բանիմացիան ձեր YouTube-յան էջում կա, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով արդեն կան։ Թարգմանել ենք, հա։ Որովհետեւ երբեմն մենք մնում ենք այդ ինֆորմացիոն փուչիկի մեջ, մեզ թվում է թե հայերենով ասենք բոլորն իմացան, բայց մարդիկ օտար լեզուներով պիտի իմանան։ Չէ, դե մենք հիմա գիտենք, ես անձամբ գիտեմ լիքը մարդկանց, որ շատ լավ երեխեք ունեն Ռուսաստանում, որոնք հայերեն լավ չեն հասկանում, կամ Ամերիկայում չեն տիրապետում հայերենին։ Բայց սկզբից հետաքրքրություն լինի, որ հետո սկսեն սովորել լեզուն, ոչ թե լեզուն հենց այնպես պիտի սովորեն, իրանց առօրյայում հայերենը պետք չի։ Մոսկվայում ապրում է, երեխա է, իրան հայերենը ընդհանրապես պետք չի։ Հիմա ինքը ինչի պիտի սովորի հայերեն։ Պետք է հետաքրքիր բան իրան ցույց տաս։ Ինքը պետք է հասկանա, որ զիլ է հայերեն իմանալը, որ հայ լինելը вообще զիլ բան է։ Կայֆ է, կոպիտ ասած։ Ոնց ես դառնում, մուլտիկը ցույց ես տալիս, ու միգուցե ինքը հետագայում սկսի շուրջ վերադառնալ դեպի մեր ազգային արժեքները։ Նպատակ կա այլ լեզուներով եւս թարգմանել ռուսերեն անգլերենից բացի։ Դե, չէ, դժվար, ինչ լեզվով։ Ասենք չգիտեմ, ֆրանսերեն, գերմաներեն, տարբեր լեզուներով, որ ոչ միայն հայերը, այլ նաև օտար մարդիկ կարողանան դրանք վերլուծել ու ճանաչել։ Մենք հələ կարծում ենք, որ մեր հայերը, սփյուռքը հայերը դա կարևոր թիրախ են, իսկ օտարները մենք դրա մասին հələ դեռ չենք մտածել։ Մեր մասին մտածենք։ Օտարների համար մի քիչ ուրիշ կոնտենտ է պետք։ Մենք դրա մասին իհարկե մտածում ենք, նա պետք է լինի այնպեսի կոնտենտ, որը համապատասխանում է այսօրվա լավագույն, ասենք թե ստանդարտներին, որ հավեսը լինայել անկախ նրանից հերոսը, հա, սակայն ստուդիան մի հատ տենց կոնտենտ ստեղծել է այդ բանի Օլիմպիկոսը, որը տարածում գտել է ռուսերեն, ես չգիտեմ անգլերենն է թե չէ, այդ որակի բան է պետք անել, բայց մենք հələ մեր ոտի տակի հարցն ենք լուծում, հələ երեխեքին բացատրենք, որ մենք ով ենք, հասկանում եք, երբ որ ես դպրոցում սովորում էի, դա 60 տարի առաջ էր, 4 դասարանում, մեզ ասում են, որ Ուրարտուի տապալումից հետո արմեններն ու հայացները համախմբվեցին եւ ստեղծեցին հայ ժողովուրդ։ Այմես տենց էին սովորացնում։ Դե որտեվ տենց էր ծերունտու։ Տենց էր պետական դրվածքը։ Արմեններն ու հայացները համախմբվեցին։ Հայկ Նահապետի մասին մենք երբ իմացանք։ Սովետը տապալվեց, նոր իմացանք, չէ, լսել էինք ինչ-որ, բայց այդ պատմությունը, այդ հերոսական ամբոստության գագաթնակետ էր, թե ով անա եւ ինչի անա այդպեսին, մենք իմացանք շատ ավելի ուշ։ Հիմա մեր երեխեքին, եթե մենք այն սկզբից ենք բացատրում, որ մենք առնվազն հայկից, եթե հայկից ենք հաշվում, 5000 տարվա ազգ ենք։ Իսկ եթե միջև հայկն ենք հաշվում, то 8000 տարվա ազգ ենք, 6000 տարվա ազգ ենք։ Պարոն Պետրոսյան, ձեզ համար զիլ հայը ով է։ Այսինքն ուզում եմ, որ երեխեքը հասկանան, որ հայ լինելը զիլ է։ Այդ զիլ հայը ինչ։ Բա Հայկ Նահապետը զիլ տղա չի։ Չէ, ես զիլ տղա է, բայց ում որ դուք սահմանեք, ձևակերպեք, թե այդ զիլ հայ ասելով ինչ նկատենք, ինչ արժեքներ պիտի ունենա, ինչ պահվածք պիտի ունենա։ Արժե համակարգն եք ուզում։ Ну, որոշ բաներ կարող եմ ասեմ, որոշ բաներ իհարկե բաց կթողեմ, որտեղ այնտեղ շատ են։ Ну, նախազնվությունը։ Ինքնուսությունը, որ մարդ ինքն է իր կյանքը ստեղծում, առողջագործությունը, որ անընդհատ ձգտում է դեպի նոր բան ստեղծելու, մի բան, որ միջև իրեն չի եղել, հիմա գլուխս էլ չի գալիս ուրիշ բան, բայց այդ երեքը բայց շատ կարևոր, անձնազոհությունը, ինքնազոհությունը կարևոր հանգամանք պիտի լինի։ Ընտանիքի մասին ես ասի, որ մենակ չի, հայը երբեք մենակ չի, ինքը խմբով է, այդ խումբն էլ ոչ թե ոհմակը, ոնց որ մեր հարևանների մոտ, այլ ընտանիքը, ընտանեկան հարաբերություն։ Տեսեք,
մենք Ռուսաստանում որ դիմում են մարդիկ իրար, ասում են մուշչինա, ժենշինա։ Մենք իրար ոնց ենք դիմում։ Քույրիկ, հայրիկ։ Չէ՞։ Քույրիկ, հայրիկ։ Ընտանեկան Այսինքն մենք դիտարկում ենք անծանոթ մարդուն, որից մենք ասենք մի հատ դիմում ենք ինչ որ չիմանալով մարդուն դիմում ենք անծանոթ մարդուն, նույն ասում ենք մեր ընտանիքի անդամի հետ։ Մեր համար ամեն մի մարդ է։ Իսկ даже մեզ շատ մոտիկ ռուս ազգի մոտ տենց չի։ Մужчина, женщина, девушка, ачик ջան։ Անգլերենում էլ այդ կերպ քույր եղբայրով չեն դիմում իրար։ Չեն դիմում, չէ, դա մենակ մեր մոտ է։ Կարող է մենակ մեր մոտ չի, բայց մեր մոտ դա ընդգծված է, հա։ Այս նախագծի ընթացքում ինչ որ բան ձեզ համար բացահայտեցիք։ Ասենք նոր բան, որ մինչև այդ ուշադրություն չէիք դարձրել, նոր դիտանկյուն, որը ձեզ համար հետաքրքիր թվաց, փոխեց ձեր մտածողության մեջ ինչ որ բան։ Իհարկե։ Ինչ։ Օրինակ Փառանձևի մասին ասեցի։ Երբ որ նայում ես մեր էպոսը, բարձր որ գլխավոր ոչ թե 4 ճյուղ, այլ 5 ու հիմնադիրը Ծովինարն է։ Ասենց ինչ որ գիտեք, չես մտածում տենց բաների մասին, բայց որ սկսեցինք քվեստ սարքել այդ սասնացերերի բաներով, մոտիվներով սկսում ես մտածել, տենց ես եղբայր, այս Ծովինարը այն գլխից ամեն ինչի մասին մտածել էր։ 4 ճյուղ չի, 5 ճյուղ է։ Առաջի ճյուղը Ծովինարն է։ Եթե Ծովինարը չլներ, Սանասար չլինի։ Ու այդ ըմբոստությունը Սանասարի, այդ ինքնավարությունը Սանասարի գալիս է Ծովինարից, որտեղ ինքը ոչ մեկին ոչինչ չխնդրեց, ինքը արեց։ Ու զգում ես, որ այդպես բացահայտումներ շատ է լինում։ Քեզ թվում է, թե դու պատմությունը գիտես, բայց հենց որ պետք է կարևոր բան անես, ֆիլմի սցենարը խմբագրես, ես չեմ գրում սցենարը, գրում է մեր պրոդյուսերը Այնան Էդիկը, բայց մենք անդադ քննարկման մեջ ենք։ Եվ որ սկսում ես պատասխանատու քայլանել, մի հատ ավելի ուշադիր ես նայում։ Որ ուշադիր ես նայում, ինչ-որ բաներ ես բացահայտում։ Իհարկե, դες բաներ գտնում է։ Դուք Զիլհային թվարկելուց առաջին ասացիք ազնվություն, նոր ուղակի զուգահեռ գնաց, որ ազնվության մասին խոսում եք մուլտերում ոչ թե այ պետք է ազնիվ լինել, այլ խոսում եք։ Չենք տալի ոնց է իրան ազնիվ պահել մեր այս կամ այն հերոսը։ Օրինակ առևտրի մասին միջնադարյան այդ առևտրի շրջանառության մեջ ազնվությունը ինչքան տեղ է ունեցել։ Հիմա մեր որ ասում ենք առևտրական, նկատում ենք գծող խափող, չէ՞։ Խափող գծող, բայց դա չի։ Այդ մետաքսի ճանապարհ կառուցողները նրանց մոտ հիմնական արժեքը ազնվությունն էր։ Ու դա առեղծվածային է, ոնց կարելի է մի տարի ճանապարհը Լոնդոնից մինչև Պեկին ճանապարհը մի տարի է տևում կամ Դելհի։ Ինչ որ մեկին փողը տալիս ես, 2 տարի հետո ինքը հետ է գալիս, ու այն ինչ որ պայմանավորվել եք տեղի ունենում։ Տենց բան կարելի է այսօր լինի։ Եվ առանց որևէ գրավի եւ առանց որ ոչ մի email-ի, առանց ոչ մի պայմանագրի, առանց թասկնիկի, առանց ոչ մի առանց ոստիկանության, առանց ոչ մի բանի, դու բան ես պայմանավորում, 2 տարի հետո այդ բանը տեղի է ունենում։ Դա ոնց է եղել։ Ազնվության հիման վրա։ Բայց իհարկե մարդու խոսքը եղել է ամենաբարձր արժեքը։ Եղել է, չէ՞, ու դա եղել է մեր մեջ։ Դրա հայտնաբերողները մենք ենք։ Այդ ճանապարհը մետաքսի մենք ենք բացել։ Այդ հետո մնացած ազգերը մեզնից խլեցին ինչ-ինչ պատճառներով։ Որտեղ մենք հազար պետություն չունենք մեր թիկունքում, իսկ ասենք հոլանդացիները կամ անգլիացիները դրա հիման վրա սարքեցին իրանց այդ ոնց է կոչվում այդ ծովային ճանապարհների վերահսկողությունը նկատի ունենք։ Պարոն Պետրոսյան, Օստին Ինդիա ընկերություն, հնդկական կամպանիաները։ Նրանք այդ դրա հիման վրա ստեղծեցին, մենք ենք բացել ճանապարհները, չէ՞։ Լսում եմ։ Հա մենք ենք բացել, բայց եթե հիմա մենք տեր չենք կանգնում դրան եւ մենք դրա ժառանգորդը չենք մեծ հաշվով, մեր այս պահի գիտակցությամբ ում է պետք։ Դե տեսեք։ Եթե մենք մտածելու ենք մեր պլանավորումը անում ենք հնգամյակներով, ընտրությունից ընտրություն, то ոչ մի բան չի ստացվելու։ Եթե նայում ես այլ ազգերին, որոնք որ գոնե
100-ամյակով են պլանավորում անում, ասենք թե չինացիները, տեսեք 40 տարի առաջ իրան ժողովրդին տանջամահարեցին, ստիպեցին մի բուռ բրինձով աշխատել, 40 տարի հետո հիմա իրանք հավակնում են աշխարհի տեղը լինեն։ Առնվազն տնտեսական էքսպանսիան արել են եւ ոչ միայն տնտեսականն է, չէ, տնտեսականը հիմքն է, դրա հիման վրա գալիս է մշակութային, ինչի չինացիները պակաս մշակութային էքսպանսիա են արել։ Չէ։ Կունֆու, մունֆու, ես ինչ գիտեմ, այդ ֆիլմերը որ թռչում են, պակաս մշակութային էքսպանսիա է։ Չէ։ Ասենք բոլորս գիտենք իրանց ֆիլիսոփաներին Լաո Ցզե, ես իմ Կոնֆուցիոսը գիտենք, դա պակաս մշակութային էքսպանսիա է, իսկ ով գիտի մեր Դավիթ Անհախտին։ Դավիթ Անհախտին կամ Նարեկացուն հələ մի քիչ գիտեն։ Թարգման հասել։ Բայց այնպես չէ, ինչպես ասենք գիտեն Կոնֆուցիոսը։ Ինչպես Կոնֆուցիոս։ Իրանք էքսպանսիա արեցին, ինչի հաշվին, որտեվ իրանք 100-ամյակի ծրագիր դրեցին, 100 տարի, 50, 40 տարի համենայն դեպս դրա վրա աշխատում են։ Մենք տնում ենք ծրագիր 5 տարվա, այն էլ ծրագիր չի։ Այն էլ այնքան էլ ծրագիր չի, ես էլ ծրագիր ոչ չեմ տեսել 35 տարվա ընթացքում։ Պարոն Պետրոսյան, եթե հիմա ձեզ բերեն, թուղթուգրիչը տան ձեր ձեռքը եւ ասեն գրեք 100 տարվա ծրագիր, առաջին 3 կետերում որոնք կլինեն։ Դրանց հարց ես տալիս ես։ Ուզում եմ որ ազգային երազանքը ձեզանից դուրս բերեմ, հասկանամ ըստ ձեզ որն է մեր ազգային երազանքը։ 3-ով չի, դա հատով չի ոնց որ թե։ Դա հատով չի։ Լավ, ասեք։ Անեն չի որ մի կետ արեցի, հայես կետ արեցի, հետո ամբողջ համակարգը պետք է փոխվի, պատկերացումը։ Հարցը առաջանում հասարակ։ Մեր խնդիրը դա ինքնությունը պահպանելն է եւ բնականon զարգացումն է։ Եղավ։ Այս բոլորը համաձայն են։ Մեզ դրա համար պետություն պետք է, թե պետք չի։ Անպայման պետք է, որտեղ եթե չկա պետություն, ինքնությունը պահող չկա։ Դա աքսիոմա թե թեորեմա։ Աքսիոմա։ Ինձ համար աքսիոմա է։ Չէ, դա իրականում թեորեմա։ Որտեվ կան ազգեր, որոնք որ պետություն չունեն, բայց կարողացել են իրանց գոյատևման խնդիրը լուծեն։ Ինչը պետք է մեզ համախմբի եւ ինչի է մեզ պետք որ մենք պետություն ունենանք։ Ես էլ եմ համաձայն որ պետություն պետք է ունենանք, բայց ես ուզում եմ դա ապացուցեմ, ոչ թե ընդունեմ որպես աքսիոմ։ Գտել եք այդ ապացուցման բանաձևը։ Գտել եմ, բայց այսօրվա բան չի։ Կարող ենք դրա մասին բարձրաձայնել 100 տարվա ծրագրի անվան տակ։ Չէ։ Բարձրաձայնելը շուտ է։ Բայց գտել եք դուք։ Դե սա բան չի, գրավիտացիայի օրենք չի։ Այն էլ որ Նյուտոնը բացահայտեց գրավիտացիայի օրենքը, հետո պարզեց որ այդքան էլ տենց չի։ Սանեն չի որ բացահայտում ես։ Եվ դրանից մի քանի 100 տարի հետո պարզ որ Նյուտոնի օրենքը դասական ֆիզիկան գործում է մեծ մասշտաբների մեջ, բայց փոքր մասշտաբների մեջ կա քվանտային ֆիզիկա, որը լրիվ հակասում է Նյուտոնի գրավիտացիային։ Մի խոսքով, դա այտենց չի։ Անկամ բնության օրենքները տենում ենք որ չի լում բացահայտել, բայց աշխատանքա պետք է։ Դրա համար էլ հիմնադրամ ենք սարքել, որ հավաքվեն այն մարդիկ, որոնք որ այս նպատակին գոյատևում եւ բնականon զարգացում այս երկու իմպերատիվի համաձայն են եւ պատրաստ են իրանց լուման բերեն։ Դրա համար ենք սարքում հիմնադրամ։ Մարդիկ ինչպես կարող են միանալ եւ դառնալ այս ինքնության պահպանման առաքելության մեջ մի մասնիկ։ Դա ամենահեշտը փոխանցել։ Ամենածանրը գալ աշխատել։ Որպես կամավոր, որպես մտածող կամ ինչ-որ բան կազմակերպել, որովհետև այսօր ոչ մի բան չի լինում առանց էներգիա ծախսելը։ Դա ընդհանրապես դիեզերքում ոչ եթե էներգիա չես ծախսում, ոչինչ տեղի չի ունենում։ Նյութ, էներգիա եւ ինֆորմացիա, այդ 3 միավորը, որից որ բաղկացած է դիեզերքը, 3-ն էլ մեր համար խիստ կարևոր են։ Համախոհներ են պետք նախ, ամենավերևից որ խոսանք ինֆորմացիա։ Դուք ասում եք 100 տարվա ծրագիրը ազգի համար։ Դա մի 2-3 հոգու խելքի բան է։ Չէ։ Բայց ոսկեդարում Մեսրոպ Մաշտոց Սահակ Պարթև Վռամշապուհ 3-ով արեցին։ Հա, բա մնացածը, բա այդ թարգմանչածը։ Դե թարգմանչած շարժումը իրենք սկսեցին, այդ շարժումը սկսեց 3-ից։ Բայց քանի մարդ մասնակցեց։ Շատ։ Շատ։
Այս պահին թարգմանչած տոնի մեջ մենք հիշատակում ենք արդեն մինչև Գրիգոր Նարեկացի ներսե շնորհալի։ Ինչի՞ ես ամենավերջիններն էլ կարակ սովետական շրջանում էլ մարդիկ կային։ Չէ, չեմ ասում չկային իրենք, որ կարող են թարգմանչած շարժման։ Հազարավոր մարդիկ էին, չէ, ու տարբեր տեսակի գործ էին անում։ Արտագրում էին, նկարազարդում էին, տարբեր տեսակի գործ էին անում։ Բայց շարժումը սկսեց 3-ից։ Դե մեր շարժումն էլ է 3-ից սկսում կամ 4-ից, ինչ տարբերություն։ Այսինքն իմ երազանքը նա է, որ շարժում սկսի այդ նպատակի շուրջ։ Իմիջիալս ճիշտ էլ տեղը բերեցիք։ Նույն բանն ենք անում, ինչ որ Մաշտոցն ու Սահակ-Բարթևը ու Վրամշապոհակը, նույն բանն ենք անում։ Նույն բանն ենք անում, հայի ինքնությունը պահպանելու խնդիրն ենք լուծում։ Շատ լավ զուգահեռական է։ Պարոն Պետրոսյան, այն խնդիրները, որոնք դուք կարևորում եք, այս պահին դրա մասին տարբեր միջավայրերում շատերը քննարկում են, խոսում են ու բոլորն էլ փնտրում են ինչ անել։ Եվ ի տարբերություն շատերի, որոնք դեռ խոսում են, դեռ որոնումների մեջ են, դուք արդեն գտել եք այդ ճանապարհը։ Ես որպես ինքնություն ռադիոհաղորդման հեղինակ եւ վարող կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց միավորվել, գալ, դառնալ այդ ինքնության պահպանման զինվորներից մեկը։ Բաց է, չէ՞ հիմնադրամը դրա համար։ Իհարկե բաց է։ Բոլոր 3 մակարդակներով՝ ինֆորմացիոն, կազմակերպչական, էներգետիկ եւ նյութական, բոլոր 3 դուռն էլ բաց են։ Իմ դուռը բաց է, ցանկացածի հետ ես կարող եմ հանդիպել, զրուցել, եթե մարդը ասելիք ունի այս թեմաների շուրջ։ Եվ ի վերջո իր երազանքների իրականացման համար հարթակը բացված, եթե ուզում ես ազգի պահպանությամբ զբաղվել, այդ հարթակն ու հնարավորությունը արդեն կա Սանասար հիմնադրամի կողմից։ Իդեա ունի մարդը, փող չունի, թող իդեա բերի, փող ունի, իդեա չունի, բայց ուզում է լավ անի, թող փող բերի։ Գիտե կարող կազմակերպել ունի, նետվորքինգ ունի աշխարհով մեկ, որ կարա ինչ որ գաղափար տարածի, բայց ինքը գաղափար չունի, որ տարածի, թող այդ նոր նետվորքինգը բերի, գաղափարը տարածի։ Խնդիր չի, որտեվ մեզ այս նպատակը հետապնդող մարդիկ պետք է համախմբվեն։ Այսօր այն դարը չի, որ մի հոգի Մեսրոպ Մաշտոցը կարա գնա հարց լուծի։ Այդ դարը չի, այսօր մեծ կոլեկտիվներ պետք է աշխատեն, որպեսզի երևացող արդյունք ստանան։ Հատկապես ինֆորմացիոն այս դարաշրջանում, երբ որ ամեն տեղից ինֆորմացիան այնքան շատ է, որ ճշմարտությունը կարող է կորել ու չհայտնաբերվել շատերի կողմից մինչև կյանքի վերջ։ Եվ դրա համար այդ ադամանտ դառնալու համար մի քիչ ջանք պիտի գործադրենք։ Շնորհակալություն պարոն Պետրոսյան հետաքրքիր զրույցի համար, եւս մեկ անգամ շնորհակալություն այն ջանքերի համար, որ դրել եք Սանասար հիմնադրամը ստեղծելու եւ բանիմացիա մուլտերը ստեղծելու համար։ Իրապես շատ կարեւոր են եւ ես նայում եմ թե ինչ թվեր ունեն դրանց դիտումները, ինձ ուրախացնում է, որովհետեւ իսկապես նշանակում է երեխաների սրտին կպել է։ Եվ առնվազն մայրիկները հետաքրքրված են, որ թույլ տան երեխաները դրանք նայեն, ուսումնասիրեն եւ զբաղվեն դրանցով։ Այո, բարձրաց որ մենք այդքան էլ վատ վիճակում չենք, ոնց որ կարծում էինք, դիտումները շատ են, միլիոնից ավել են երևի, մենակ YouTube-ում 500,000 այսօր խփեց, դա լավ է։ Ու ես պիտի հայտնեմ ձեզ շնորհակալություն, որ դուք նկատեցիք մեր նախաձեռնությունը ու հրավիրեցիք ինձ ձեր մոտ։ Շատ շնորհակալ եմ։ Ես ուրախ կլինեմ, եթե ինքնության տաղավարում հաճախ ձեզ հյուրընկալեմ եւ հիմնադրամի այլ անդամներին, որոնք կգան նոր ձեռքբերումների, նոր նախագծերի մասին կպատմեն, կամ առնվազն կներկայացնենք, որպեսզի ինքնությունը հարթակ դառնա շատ մարդկանց դրա մասին հասցնելու, պատմելու եւ միավորելու համար։ Սիրով։ Ես ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես իրով զրուցում եմ Արա Պետրոսյանի հետ, ով Սանասար բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է եւ բանիմացիա անիմացիոն մուլտերի, ֆիլմերի գաղափարի հեղինակը։
Սիրելի մայրիկներ, սիրելի տատիկներ, շատ միացրեք երեխաներին այս մուլտը նայելու, սրանք այնպիսի բովանդակություն են իրենցից ներկայացնում, որ կարելի է ոչ թե 1, այլ 10 անգամ նայել, որովհետև ինֆորմացիան իսկապես շատ է, եւ ինչքան շատ նայեն, այնքան շատ ավելի շատ բան կսովորեն, նոր շերտեր կբացեն իրենց ազգի, իրենց տեսակի եւ իրենց ինքնության մասին։ Շնորհակալություն, որ այս րոպեների տրամադրեցիք մեր զրույցը լսելու համար, ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։